Կայարանում մի 2000 մետր հող ունեմ։ Հիմնական հողս, սկզբի հողսն է եղել։ Նրանից հետո Լևազում հայրական հող ունեմ 1000 մետր, էլի իմ ձեռն օգտագործում եմ։ Այս վերև 7000 մետր հող ունեմ, էլի իմն է, էլի օգտագործում եմ, այս օբյեկտի դիմացը։ Այս մեր դիմացին 2000 մետր ունեմ, էնել է իմը, էլի օգտագործում եմ։ Բայց հասցնում եք մշակել։ Դե առավոտը գնում այգի, կեսօրին փեդակները, իրգունը նորից այգի։ Իմ գործիքն ու դա է, ուրիշ գործ չունեմ։ Նիվան նստում եմ վերև ներքև։ Ստեղել եմ տանգել, օրինակ չորասլիվայա, անես դամբուլա, ջուրիա, հոնա, ինչ ասես կա, կերասա, վիշնիա, ինչ ուզես։ Սա քաղցր սորտն է, որ կտրես ուտես քաղցր է ինքը։ Այս սարը լրիվ քաղցր է, ընդեղ վրին ворց եմ պատված արել, որ փոշոտ եմ կատարի։ Այդ փոշոտ եմ կատարելու ժամանակ լրիվ այդ տտեպ կարելոք ու դառնում է քաղցր կարելոք։ Հիմա այս սարը մի 100 կիլոյից ավել վրին կա, լրիվ քաղցր է։ Արկծիկ էր։ Այսինքն չհասած։ Չհասած ինքը քաղցր է։ Արդեն քաղցր։ Հա։ Ջուրը պաստանիկա ռոկման ջուրը։ Իսկ որ վերևից կտրում ես գեսերը որ կա, գայս են կտրում տանում իրենց գեսերը ջրելու համար, որ հոսակ ստանան։ Այս ժամանակ կտրում են գնում եք կապում, կտրում են գնում եք կապում, այդ է։ Կոլոդները եկել են, նայել են, գնացել են, չիրանողները, իրան գալու են քաղեն տանան չիրան են։ Այս մի փոքր ճղի վրա տեսել է ինչ կանա։ Ծանրությունից կոտրվել է։ Հա, ծանրությունից։ Մեկ այգիներից գնաց լրիվ 4 մասի է բաժանվել։ Մենք տագերին հաշա ենք դնում, որ ինքը չկոտրվի, դե չեմ հասցրել, շատ է գործս։ Հիմա թուզ ունեմ քաշում։ Կայլոկին ուշ է լինում։ Ահա, սա արդեն դարել է, սա արդեն պիտի քաշեմ։ Սա թուզն է։ 200 լիտր լցնում եմ, մի անգամ ես քաշում, հանում շպրտում։ Հետո են հավաքած արաղը, տանում եմ մյուս տեղում այդ փոքրը ունեմ։ Նրա մեջի նորից վեր եմ քաշում, նորից եմ քաշում։ Արի, սա էլ եմ փոքր գազգանա, անդե որ քաշում եմ, հավաքում եմ բոշկի մեջը, հետո բերում եմ, սա 50 լիտր լցնում, սրա մեջ քաշում։ Թզի շիրը բերում եմ լցնում մեջը, սառեցնում եմ, տանում հանձնում, որ չորտնի։ Իսկ եթե չսառացրար, իսկում որտնում է։ Սա էլ դրա համար եմ առել սարքել։ Մեղրս պահում եմ այստեղ։ Ժամանակ ա եղել, ամբողջ ես պլաշատկան մեղր ա եղել, բայց հիմա չէ։ Բայց այս տարվա բերքը լավն է։ Հա, այս տարի մի քիչ լավ էր, անցյալ տարվանից։ Բայց այս տարի ա եղել մի տոննա 400, մի տոննա 500 կիլո մեղր եմ քամել։ Հա, բայց մի գրամ մեղր չեմ ունեցել։ Լրիվ վերջացրել եմ։ Առաջ 4000 էր, հիմա դառել է 5000։ Երևան թանգանումը ստեղել է թանգանում, Երևան էժանանումը ստեղել է էժանանում։ Գները Երևանից է գալիս այստեղ։ Կարող է 10 օր նստեմ մեղր քամեմ, մի գցալ մեղր ուտեմ։ Ես չեմ օգտագործում։ Առավոտները թե մեկ ուտեմ էթա։ Վարենի իմը, ես վարենի եմ սիրում։ Ես էլ նոր բերքը սկսել եք, էլի պոպոգի բերքը, նոր հավաքում եք։ Սա ես զակաս են տվել, կինիս լցել է դրել, որ պիտի գան որ տանեն, 5 կիլո։ Ես օղեի հետ միասին զակաս են տվել, որ մեղեր ուտեն օղե խմեն։ Մի հատ պարսիկ ընկեր ունեմ, ինքն է զակաս տվել երեգը։ 10 կիլոյով, 20 կիլոյով գայցանարում տանում իրաս մոտ, իրաս մոտ սաղ պեսո կա, իրաս մոտ մաքուր մեղր չկա։ Դրա համար էլ գայցան էստեղից են արժում, ասում լավ են թանկ առնեմ, տանեմ, որ գիտեմ մեղր եմ ուտում, ոչ թե պեսոկ եմ ուտում, ասում է։ Հայ թուրքը ոչ մի անգամ խաղա, չեն ապրել, չեն էլ ապրելու, միշտ կռիվ ալնելու իրար մեջ։ Հենա են կողմի թուրքերը գալիս են գնում, հաշտու համերաշխ ենք։ Հանց աններ դրան ազարի ենք մենք, ազարիներ են էլի թուրքեր չէ, բայց դե նույն թուրքն է, նույն լեզուն, նույն բանը, ամեն ինչը նույնն է։
Որ կտրվավ ձգվավ իմաց մաքուր մեղերա, որ ծորած չէ, տեսնում ես ոնց է ձգում դեպի վերև, իսկ եթե վարենի լինի, անդաց ծորալով է։ Հայ ժողովուրդը թող միշտ ողջ լինեն, առողջ լինեն։ Մեր զինվորները երկհազար ողջի, որ պաշտպանեն մեզ։